Գիտես այն ինչ որ Հիսուսը կատարեց խաչի վրա, շատ ավելի խորն է, քան երբեմն մենք գիտենք, գիտակցում ենք կամ հավատում ենք։ Հիսուսը խաչի վրա կատարեց մի գործ, որ նախադեպը չուներ երկրի վրա, մարդկության մեջ եւ չի էլ լինի նման բան։ Հիսուսի խաչը սկիզբ դրեց մի նոր բանի, վերջ դրեց ինչ որ մի բանի եւ սկիզբ դրեց մի նոր բանի։ Երկիր մոլորակի վրա, մարդկային ցեղի մեջ Քրիստոսի գործը սկիզբ դրեց մի նոր բանի, սիրելիներ, եւ գիտես շատ կարեւոր է, որ ես ու դու իմանանք, հասկանանք, գիտակցենք ու հավատանք, ինչ է տեղի ունեցել խաչի վրա, ինչ է տեղի ունեցել Քրիստոսի գործով, ինչ է արել մեր կյանքերի մեջ Հիսուսը։ Ես սա բազմիցս ասել եմ, բայց ես ուզում եմ կրկնեմ, որովհետև գիտես շատ կարևոր է, որ մեր մտքերը վարժեցնենք, մեր մտքերը նորոգենք ու թարմացնենք։ Հոգևոր աշխարհը գործում է հավատքի հիմքի վրա։ Կան բաներ, որ ավտոմատ կերպով չեն տեղի ունենա քո կյանքի մեջ, եթե նախ եւ առաջ դու դրանց չհավատաս ու չընդունես։ Գիտես Աստված շատ բաներ արել է, հոգևոր աշխարհի մեջ արձակել է քո կյանքի համար։ Հոգևոր աշխարհի մեջ հրճակել է քո կյանքի համար, ազատագրել է, ուղարկել է քո կյանքի համար։ Պեչատը դրել է քո կյանքի համար, հա, խոստումներ է տվել քո կյանքի համար։ Գիտես Աստվածաշնչում 7000-ից ավել խոստումներ կան գրված։ 7000-ից ավել խոստումներ կա այս գրքի մեջ գրված, որոնք որ վերաբերվում են ինձ ու քեզ։ Եվ նույնպես Աստծո խոսքը ասում է, Պողոս առաքյալն ասում է, որ Աստծո բոլոր խոստումները այո եւ ամեն են մեզ համար Քրիստոսով։ Աստծո բոլոր խոստումները այո եւ ամեն են մեզ համար։ Այդ 7000 խոստումները որ կա, դու կարող ես վերցնել, հավատալ, սեփականացնել եւ թույլ տալ, որ այդ խոստումները քո կյանքի մեջ ուղակի սկսեն դրսևորվել։ Բայց սա տեղի է ունենում հավատքի միջոցով, որտեվ ամբողջ հոգևոր աշխարհը գործում է հավատքի միջոցով։ Հիսուսը խաչվեց, ում համար խաչվեց։ Ամբողջ աշխարհի, այդպես է թե չէ։ Աստծո խոսքն ասում է, Աստված այնպես սիրեց աշխարհը, որ ուղարկեց իր որդուն։ Մի ուրիշ տեղ ասում է, որ Աստված ոչ մեկի կորուստը չի ուզում, այլ որպիսի բոլորը ճանաչեն ճշմարտությունը եւ փրկությանը հասնեն։ Այսինքն Հիսուսը առանց բացառության ողջ մարդկության համար խաչվել է։ Եթե 8 միլիարդ մարդ կա այսօր երկրի վրա մի քիչ ավել, այդ 8 միլիարդից ավել մարդկանց համար Հիսուսը խաչվել է։ Անկամ այն մարդու համար, որ դու գիտես ամենակիչն ես սիրում իրան։ Անկամ այն մարդու համար, որ քո սրտում դու մտածում ես, որ ինքը արժանի չէր դրան։ Անկամ այն մարդու համար, որ միգուցե ատելություն ունես քո մեջ իր հանդեպ։ Աստված չտա, որ նման ցանկություններ ունենաս որևէ մեկի հանդեպ, բայց ամեն դեպքում Հիսուսը խաչվել է ողջ մարդկության համար։ Բայց երբ է այդ գործողությունը Հիսուսի կատարած գործը իր պտուղը բերում մարդու կյանքում, երբ որ մարդը սկսում է հավատալ դրան։ Այդպես է թե չէ։ Ով որ հավատա կփրկվի։ Գործը կատարված է, բայց պետք է հավատք, որպեսզի այդ գործը սկսի ակտիվանա քո կյանքի մեջ ու գործի։ Եվ դրա համար մեր կյանքերում էլ կան բաներ Աստծուց ազատագրված արդեն, արձակված մեր կյանքերի համար, որոնց որ մենք մինչև չհավատանք, մինչև չլսենք, չիմանանք ու չհավատանք, դա չի ակտիվանա, չի գործի մեր կյանքի մեջ։ Որտեվ սատանան ամեն բանով փորձում է, ինքը ստության հայրն է, եւ ամեն բանով փորձում է շեղել քեզ Աստծո խոստումներից, այն ժառանգությունից, որ քեզ տրված է, ամեն կերպով փորձում է պահել քեզ այն ժառանգությունից, որը որ քեզ հասնում է Հիսուսով։ Եվ ես ուզում եմ կարդամ մի տեղ Եսայա մարգարեության մեջ է գրված այս տեղը, 5-րդ գլխում է գրված, 13-րդ խոսքն է։
Հալելույա։ Նրա համար իմ ժողովուրդը տգիտությունից գերի է գնում եւ նրա փառավորները սովատանջ մարդիկ են լինում եւ նրա բազմությունը տոչորվում է ծարավությունից։ Նայեք ինչ է ասում Աստված։ Ասում է իմ ժողովուրդը տգիտությունից, այսինքն ինչ որ բան չիմանալու պատճառով գերի է գնում եւ նրա փառավորները իմ ժողովուրդը ասում է, որոնք որ փառավորներ են, որոնց վրա որ իմ փառքը կա դրված, ասում է ինչ են լինում, սովատանջ մարդիկ են լինում։ Ինչքան ցավալի է, երբ որ Աստծո ժողովուրդը կանչված են փառավորներ լինելու, բայց երբեմն սովատանջ ու ծարաված մարդիկ են լինում, եւ սա հոգեվոր իմաստով է իհարկե ասվում։ Այսինքն տրորված, ընկած, կարիքների մեջ, բեռների մեջ, խնդիրների մեջ, ընկճված, այսպես պարտված, թուլացած կարգավիճակում են հայտնվում։ Այն դեպքում, երբ որ նրանք իմ փառավորները պիտի լինեն, ես հռչակել եմ նրանց որպես իմ ժողովուրդ, որպես իմ փառավորներ, բայց քանի որ նրանք ինչ որ բան չգիտեն, նրանք հեշտությամբ գերի են տարվում եւ հայտնվում են հոգեվոր սոված, ծարավ ու տրորված վիճակի մեջ։ Ինչքան ցավալի է սա, սիրելիներ։ Ամեն, ես երբեմն սա նման է այսպես պատկերավոր, որ ասենք, ինչ որ մի մարդու, որ օրինակ իր հայրը շատ մեծահարուստ է ու իրան կտակել է մի քանի 100 միլիոն եվրո, բայց այս մարդը տեղյակ չի դրա մասին եւ ապրում է իր կյանքը շատ դժվարությամբ։ Գնում է ինչ որ աշխատում է այս մեկի մոտ, այն մեկի մոտ, նրան ճնշում են, անարգում են, այդ աշխատավարձը իրան չի հերիքում, գործից են հանում, հետո ընկնում է նորից ուրիշ տեղա գործման գալի, պատկերացրեք ինչքան աբսուրդ է, չէ՞, երբ որ ինքը ունի մեծ ժառանգություն, որի մասին որ տեղյակ չի։ Եվ երբեմն մեր հոգևոր կյանքը նմանվում է սրան, Աստված սա է ասում, ասում է իմ փառավորները գնում են գերի տգիտության պատճառով։ Այս վերջին կներեք։ Այս վերջին տարիներին ես շատ ուղղակի Սուրբ Հոգին արթնացրել է եւ կենտրոնացրել է ինձ այս հայտնության վրա, այս ճշմարտության վրա եւ իրականում ուզում եմ ասեմ շատ բաներ դա անձնապես իմ կյանքում ա փոխել, իմ փոխհարաբերությունը Աստծո հետ, իմ աղոթքները, իմ ծառայության մեջ ա բաներ փոխվել եւ շատ տարբեր ոլորտների մեջ են բաներ փոխվել։ Իրականում սիրելիներ սա ռեալ է եւ իհարկե ես ինքս աճում եմ սրա մեջ, ես ինքս հասունանում եմ սրա մեջ, որովհետեւ դա մտքի նորոգություն է, որը ամեն օր մեզ պետք է մեր միտքը նորոգել եւ հասկանալ ով ենք մենք Քրիստոսի մեջ, ինչ ա արել Հիսուսը մեզ համար, ինչ ժառանգություն ա մեզ տվել, ինչ դիրք ա տվել, ինչ իշխանություն ա տվել, ինչ զենքեր ա տվել, ամեն, որպիսի մենք սա օգտագործենք, որպիսի մենք այս ամենը գործի դնենք։ Աստծո խոսքը ասում է, որ դուք նստած եք երկնավորներում Քրիստոսի հետ։ Աստված քեզ բարձրացրել է։ Մենք երգում էինք մոխրից բարձրացրեց մեզ, չէ՞։ Մի երգի մեջ այս բառերը կար։ Մոխրից բարձրացրեց, այո, ընկած տեղից բարձրացրեց մեզ։ Գիտես, երբեմն մենք ապրում ենք մեր քրիստոնեական կյանքը այնց, կարծես թե ստեղ քաղաքում հանդիպում ենք, չէ՞, բոլորս, որ սվետաֆորների տակ գումար են հավաքում։ Եվ երբեմն դու անցնում ես, sense նայում ես տեսքին, խղճիտ վրա ազդում է, հանում ես ինչ որ մի գումար ես տալիս կամ մարդիկ ինչ որ մի քանի կոպեկ sense ողորմություն են տալի ու թողում գնում են։ Երբեմն նենց տպավորություն է մեր ներսում, որ Աստված մեզը տենց է արել։ Ուղղակի մենք sense շատ իհարկե մենք ընկած վիճակում էինք, տրորված վիճակում էինք, բայց տպավորությունը նենց է, որ տենց Աստված ուղղակի անցավ, տեսավ, մի պահ sense խղճի վրա ազդեց, մի երկու կոպեկ sense շպրտեց մեր կյանքերի մեջ ու թողեց գնաց նորից։ Սիրելիս, Աստված դա չի արել, Աստված հիմնահատակ փոխել է քեզ, քո էությունը, քո ներսը,
քո կյանքը։ Աստծո խոսքը ասում է Քրիստոսում դու նոր ստեղծագործություն ես։ Գիտես ինչ է նշանակում, այնքան բաներ ունեմ ես ասելու այս թեմայով, որ փորձում եմ իմ ներսում սենց ընտրել որ մտքերը, որ կողմից մոտենամ, բայց մենք շատ խոսելու ենք այս թեմայի շուրջ։ Ինչ է ասում, մոռացա։ Այո, երբ որ Աստծո խոսքը ասում է նոր ստեղծագործություն, հունարեն բառում, հունարեն բնագրում գրված այդ նոր բառը կայնոս կարծեմ բառն է եւ սա նշանակում է այսպես. մի բան, որ դրանից առաջ չկար, լրիվ նորություն է։ Մի բան Աստված ստեղծե, որ դրանից առաջ դրա նմանը չկար։ Դա լրիվ նոր բան է։ Երբ որ Աստված ասում է դուք Քրիստոսում նոր ստեղծագործություն եք, մենք Ադամի հետ, Ադամի ժառանգության հետ ոչ մի կապ չունենք, սիրելիներ։ Ադամը աղտոտված մեղավոր բնությունն էր, Քրիստոսով նոր բան Աստված ստեղծե։ Դու Աստծո առաջ սուրբ եւ արդար եւ սրբված ես։ Հիմա կասես, բա ինչի համար եմ ես մեղքեր եւ սխալներ գործում, որովհետեւ դու դեռ չես հավատում այն գործին, որ Աստված արել է քո կյանքի մեջ։ Դու լիարժեք չես հավատում եւ չես ընդունում։ Եվ որքան որ դու աճես ես հայտնության մեջ, դու կտեսնես, որ անգամ գործնական ինչ որ մեղքերը եւ սխալները կհեռանան քեզանից, կլքեն քեզ, կքչանան քո կյանքի մեջ, կվերանան քո կյանքից։ Որտեվ շատ ժամանակ դու քեզ ասոցացնում ես Ադամի հետ, Ադամի բնության հետ։ Եվ գիտեք, անգամ դա անարգանք է Քրիստոսին։ Երբ որ դու ասում ես ես մեղավոր եմ, նկատի ունենալով քո էությանը, դու դրանով ասում ես, որ Հիսուսը քո համար ոչ մի բան էլ չի արել։ Եկեք մի տեղ կարդանք, Առակաց գրքից 18-րդ խոսքը։ Առակաց գիրք 18-րդ խոսք եւ գլուխ 20-րդ խոսքից։ Մարդիս բերանի պտղից կկշտանա նրա փորը, նա կկշտանա իր շրթունքի արդյունքից։ Մահը ու կյանքը լեզվի ձեռքին է եւ նրան սիրողը կուտի նրա պտուղը։ Նորից կարդանք, ասում է մարդու բերանի պտղից կկշտանա նրա փորը, նա կկշտանա իր շրթունքների արդյունքից։ Մարդու բերանի պտղից կկշտանա նրա փորը, նա կկշտանա իր շրթունքների արդյունքից, իր խոսքերի արդյունքից։ Ինչ ասա նշանակում, քո կյանքը շատ ուղիղ կապված է քո խոսքերի հետ։ Քո կյանքը շատ ուղիղ կապված է քո խոսքերի հետ, սիրելիս։ Մարդու շուրթերի պտղից կկշտանա նրա կյանքը։ Ես կարամ այսպես ասեմ, դու քո կյանքի ամենամեծ մարգարեն ես։ Շատ ժամանակ մենք փնտրում ենք մարգարեներ, մենք փնտրում ենք մարդկանց, որոնք որ Աստծուց ինչ որ մի խոսք կասեն մեզ, ինչ որ մի հայտնություն կասեն մեզ, իհարկե սա լավ է, սա Աստծո պարգևներն է, որոնք որ գործում է տարբեր մարդկանց միջոցով, բայց նախքան այդ բոլոր բաները ես քեզ ուզում եմ ասեմ, որ դու քո կյանքի ամենամեծ մարգարեն ես։ Աստծո խոսքը ասում է, որ քո բերանի, քո շուրթերի պտղից կկշտանա քո կյանքը։ Մահը եւ կյանքը քո լեզվի վրա է եւ որը որ դու սիրես, դրա պտուղները կտեսնես քո կյանքի մեջ։ Շատ կարևոր է ինչեր ենք մենք խոսում եւ գիտես ինչ մենք խոսում ենք, այդպես մենք մտածում ենք նախ եւ առաջ։ Այն ինչ որ մենք խոսում ենք, նախ եւ առաջ դա տեղի է ունենում մեր սրտի մեջ, որտեվ Աստծո խոսքը նույնպես ասում է բերանը խոսում է սրտի ավելցուկից։ Ինչպես որ դու հավատում ես, ինչպես որ դու մտածում ես, այտենց էլ խոսում ես
Եվ այդ խոսքերիդ պտուղներն էլ հետո քո կյանքի մեջ տենում ես։ Ամեն։ Դրա համար ամեն բան սկսում է նրանից, թե ինչպես ես դու քեզ տեսնում Քրիստոսի մեջ։ Ոնց ես ընդհանրապես դու հավատում, ինչ է արել Հիսուսը քո համար։ Կամ այն ինչ որ արել է Հիսուսը խաչի վրա, ինչ է քեզ տվել։ Որ ընդամենը մի քանի մեղք քչանա քո կյանքից, որ ընդամենը առաջ խմում էիր, հիմա չես խմում, առաջ ծխում էիր, հիմա չես ծխում, առաջ բամբասում էիր, հիմա մի քիչ ես բամբասում, այս փոփոխությունն էր ուզում Հիսուսը բերել մեր մեջ։ Սիրելիս, երբեմն մենք ուզում ենք բուժել ճյուղերը կամ ճյուղի վրայի պտուղները, բայց չեն գիտակցում, որ Հիսուսը եկել է մեր արմատը բժշկի։ Երբեմն մենք սիրում ենք լսել բարոյականության մասին քարոզներ, բայց բոլոր բարոյականության մասին քարոզները վերաբերվում են ճյուղերին։ Ինքս քարոզում եմ, դեմ չեմ դրան։ Բայց բոլոր բարոյականության մասին քարոզները վերաբերվում են ճյուղերին։ Հիսուսը իր կատարած գործով եկավ ոչ թե ճյուղերը փոխի, պտուղները փոխի, այլ արմատը փոխի։ Դրա համար ասում էր արմատը փոխեք եւ ծառը բարի կլինի։ Արմատը չար լինի, ծառը չար կլինի, բարի լինի, ծառը բարի կլինի։ Ինչպես որ դու հավատում ես, ինչպես որ դու ընկալում ես, ինչպես որ դու ընդունում ես, այտենց քո սիրտը սկսում է մտածել, հավատալ, քո միտքը հետո քո խոսքերով սկսում ես ապրել այտենց։ Գիտեք, շատ ժամանակ մենք աղոթքներ ենք անում, բայց երևի թե թշնամին ծիծաղում է այդ մեր աղոթքների վրա։ Շատ ժամանակ մենք աղոթքներ ենք անում, Տեր, ես եմ ուզում իմ կյանքում, Տեր, այն եմ ուզում, Տեր, փոխի ես ինչ բան է իմ կյանքում, փոխի են ինչ բանը, Տեր, ես օրհնությունը ինձ տու, ես ինչ դուռը բացի իմ համար, բայց իրականում, գիտես, քո ներսի խորքում դու տենց չես հավատում ու չես ապրում ու չես հռչակում ու չես խոսում տենց։ Եվ երբ որ դու չես հավատում, բայց ընդամենը պահի ազդեցության տակ, էմոցիաների տակ դու Աստծուց բաներ ես խնդրում, փոփոխություններ քո կյանքի մեջ, գիտես, այդ աղոթքները պատալոգից բարձր չի բարձանում։ Այդ աղոթքները մեծ փոփոխություն չի բերելու քո կյանքի մեջ։ Առակաց գիրքը, որ կարդացինք շարունակության մեջ կամ 19-րդ հաջորդ գլխում այսպիսի մի բան է ասում։ Ասում է մարդու հիմարությունը ավիրում է նրա ճանապարհը եւ նրա սիրտը տրտնջում է Տիրոջ դեմ։ Մարդու հիմարությունը ասում է իր ճանապարհը ավիրում է, հետո մարդու սիրտը տրտնջում է Տիրոջ դեմ։ Հետարքիր է, Աստված ինձ ու քեզ տվել է իշխանություն։ Ամեն։ Քրիստոսով դու նոր ստեղծագործություն ես, Աստված քեզ սիրում է նույնչափ, ինչքան որ Հիսուսին։ Հավատում ես սրան, պատկերացնում ես դու, Աստված քեզ սիրում է նույնչափ, ինչքան որ Հիսուսին։ Եվ էսի ես չեմ ասում, սա Հիսուսն է ասում։ Սա գրված է Հովհաննեսի ավետարանում։ Հայրը քեզ սիրում է նույնչափով, որով որ սիրում է Հիսուսին։ Հալելույա։ Հալելույա։ Հոր առաջ դու բարձր արժեք ունես, սիրելիս։ Հոր առջև դու թանկ ես։ Բայց շատ ժամանակ մենք չենք գիտակցում այն իշխանությունը, այն դիրքը, այն փոփոխությունը, որ Հիսուսը մեր կյանքերի մեջ բերել է։ Եվ սկսում ենք ապրել շարունակել ապրել հին մտածելակերպով, սխալ բաների հավատալով, սխալ բաներ խոսալով, սխալ ձևով ապրելով, եւ ասում եմ մարդու հիմարությունը ավիրում է իր ճանապարհը, եւ հետո տրտնջում ենք, ասում ենք ինչի համար Աստված չի պատասխանում իմ աղոթներին։ Ինչի համար Տեր չես լսում իմ աղաղակները, ինչի համար չես բացում իմ կյանքի մեջ այս դուռը, ինչի համար այս իրավիճակը չես փոխում իմ կյանքի մեջ։ Եվ հետո սկսում ենք տրտնջալ Տիրոջ դեմ, այնինչ Աստված քեզ տվել է իշխանություն, սիրելիս։
Աստված քեզ տվել է իշխանություն։ Մարկոսի ավետարանում Հիսուսը մի այսպիսի բան ասում, Մարկոս 11:23-ում, որովհետև ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ով որ այս սարին ասի վեր կաց եւ ծովը ընկի եւ իր սրտում չերկմտի, բայց հավատա, թե ինչ որ ասում է, կլինի նրան, կլինի ինչ որ ասի։ Հիսուսն ասում է, եթե մեկը ճշմարիտ եմ ասում, այս սարին ասի, այսինքն խոսա եւ ասի վեր կաց ծովը ընկի եւ իր սրտում հավատա, կլինի։ Գիտեք ինչն է հետարքիր, սիրտը, հավատքը եւ խոսքը միշտ կապված են իրար։ Հավատքը եւ խոսքը իրարից անբաժան են եւ այս երկուսը անհրաժեշտ են։ Որպիսի լուրջ փոփոխություններ տեղի ունենան մեր կյանքերի մեջ, այս երկու հատկանիշները պետք են՝ հավատքը եւ խոսքը։ Շատ բաներ նյութական աշխարհի մեջ, որ Աստված ստեղծել է, դրանք ճշմարտություն են նույնպես հոգևոր աշխարհի մեջ։ Եվ Աստված դիտման բա դա արե, որ իմ ու քո համար շատ բաներ ավելի պարզ լինեն։ Տես, երկրի վրա որպիսի ինչ որ մի բան ծնվի, ծնունդ առնի, պետքա սերմ եւ պետքա հող։ Այդպես է թե չէ։ Բնության մեջ որպիսի ինչ որ բան աճի, երկու բան է պետք՝ սերմ եւ հող, տարածք, վայր, որ այդ սերմը ընկնի։ Եթե դու ուզում ես ինչ որ միրգ, բանջարեղեն, ինչ որ ծառ աճեցնես, քեզ պետքա սերմ եւ քեզ պետքա հող։ Կենդանիների մեջ, մարդկանց մեջ նույնպես պետքա սերմ եւ պետքա հող։ Հա? Եվ որպիսի նոր բան ծնվի, որպիսի նոր կյանք ծնվի, որպիսի ինչ որ պտուղ լինի, որպիսի ինչ որ հրաշք լինի, այս երկուսը միշտ պետք են՝ սերմ եւ հող։ Հոգևոր աշխարհի մեջ սերմը դա խոսքն է։ Աստված ամեն բան ստեղծեց, արարեց իր խոսքով։ Հիսուսը ամեն բան անում էր նույնպես խոսքով։ Բժշկությունները անում էր խոսքով, հրաշքները անում էր խոսքով, ազատագրությունները անում էր խոսքով, մարդկանց կյանքերը փոխում էր խոսքով։ Հիսուսը սերմ էր արձակում եւ սերմի համար պետք էր հավատք։ Շատ ժամանակ Հիսուսը, գիտեք, հարց էր տալի, արդյոք դու հավատում ես, ես սերմը ունեմ, ես խոսքը ունեմ, ես խոստումը ունեմ, բայց արդյոք քո մոտ կա հող, որտեղ որ ես կարող եմ ցանել իմ սերմը։ Սերմը եւ հողը սրանք պետք են հավատքը եւ խոսքն են։ Հիսուսը դրա համար էստեղ էս երկուսի մասին շեշտում է։ Ասում է, եթե խոսքով բերանով ասես, սարին տեղափոխվի եւ սրտումդ հավատաս, խոսքը եւ հավատքը տեղի կունենա հրաշքը։ Անկամ մեր փրկությունը մենք իրագործվում է խոսքի եւ հավատքի միջոցով։ Եթե սրտումդ հավատաս եւ բերանովդ դավանես, կփրկվես։ Նորից տեսնում ենք հավատք եւ խոսք։ Ինչին որ դու սկսում ես հավատալ, դա էլ սկսում ես խոսալ։ Գիտես, այս երկուսը մեզ պետք է, մեր մոտ հենց պիտի լինի։ Մենք պիտի ունենանք հավատքը եւ մենք պիտի ունենանք խոսքը։ Խոսքը Աստված արդեն մեզ տվել է։ Աստված իր կամքը մեզ տվել է, իր խոստումները մեզ տվել է, իր իշխանությունը մեզ տվել է։ Մեզ պետք է հավատքով գործի դնել, խոսալ։ Առակաց գիրքը ասում է, մենք կարդացինք, ասում է, որ քո բերանի շուրթերի պտղից կկշտանա քո փորը։ Հալելույա։ Սկսի հավատալ Աստծո ճշմարտությանը, սիրելիս։ Շատ կարևոր է, որ այսօր քրիստոնեությունը, գիտես, հավատա Աստծո ճշմարտությանը։ Ավետարանը իր մեջ ունի զորություն։ Պողոս Առաքյալը ասում է, ես չեմ ամաչում ավետարանից, որտև նրա մեջ կա զորություն, փրկելու ամեն հավատացողին։ Ավետարանը իր մեջ ունի զորություն եւ մենք պետք է վերադառնանք ճշմարիտ մաքուր ավետարանին։
ոչ թե խառնված հիբրիդային ավետարանին, ոչ թե մարդկային ու աստվածայինը խառնած ավետարանին, ոչ թե կրոնավորը եւ հոգեվորը խառնած ավետարանին, մենք պիտի վերադառնանք մաքուր ավետարանին, որի մեջ որ կա զորություն, փրկելու, փոխելու, ազատագրելու, արմատապես փոխելու, ամեն, մեզ պետք չի դուրսը կարգավորել եւ ներսը թողել անփոփոխ, մեզ պետք չի փարիսեցիական ավետարանը, մեզ պետք է Պողոս առաքյալի մաքուր ավետարանը, գիտեք Պողոսն ինչ էր ասում, այն ավետարանը, որ ես ձեր հետ խոսացի, հայտնությունով առա, մարդուց չառա, Հիսուսից առա, եւ ասում է անիծված լինի նա, ով որ այս ավետարանը փոխած ձևով կքարոզի։ Գիտեք այդ ավետարանը որն է, որ դու փրկված ես Քրիստոսի շնորհքով, որ Քրիստոսը քեզ սիրում է, որ նա իր կյանքը դրել է քո համար, որ դու ոչինչ չէիր կարող անել ու չես էլ կարող անել քո փրկության համար, Հիսուսն է ամենը, սիրելիս։ Հիսուսի գործը քո վրա չվերցնես երբեք։ Դու քո փրկության վրա ոչ մի բան չես կարող ավելացնես փրկվելու համար, կամ Աստծո աչքին բարձրանալու համար, ոչ մի բան չես կարող ավելացնես։ Դու Աստծո մոտ սիրված ես ու բարձրացված ես մենակ Հիսուսի կատարած գործի շնորհիվ։ Դու քեզնով ոչ մի արժանինքներ չունես Աստծո մոտ, չես էլ կարող ունենաս քո ջանքերով, քո գործերով։ Սկսի հավատալ սրան ու կտենաս, որ դու ավելի հաղթական կլնես, ավելի զորավոր կլնես, ավելի ազատ կլնես, ավելի ուրախ կլնես, ավելի հանգիստ կլնես, ավելի խաղաղ կլնես։ Մարդու հիմարությունը ասում է ավերում է նրա ճանապարհը, հետո տրտնջում է Տիրոջ դեմ։ Շատ կարևոր է, որ դու սկսես մտածել քո մասին ընենց, ոնց որ Աստված է քո մասին մտածում։ Դու սկսես տեսնել քեզ ընենց, ոնց որ Աստված է քեզ տեսնում։ Դու սկսես խոսել ընենց, ոնց որ Աստված է քո մասին խոսում։ Եվ Երեմիա մարգարեի մեջ կա մի հրաշալի խոսք։ Առաջին գլխում է գրված, այսպես է ասում. Տես, ես քեզ այսօր ազգերի վրա եւ թագավորությունների վրա նշանակեցի, որ խլես, պոկես եւ փչացնես, ու կորցնես, որ շինես եւ տնկես։ Աստված Երեմիային ասում է, ես քեզ նշանակեցի ազգերի թագավորությունների վրա, որ ինչ անես, խլես, պոկես, փչացնես, կորցնես, եւ հետո ասում է, որ շինես եւ տնկես։ Գիտես, այս ամեն ինչը խոսքին էր վերաբերվում։ Երեմիան իր խոսքով պիտի այս բոլոր բաները աներ։ Եվ Աստված այսօր ինձ ու քեզ էլ տվել է իշխանություն, սիրելիս, հավատալու իր խոստումներին, հավատալու ճշմարտությանը եւ քո խոսքով կառուցելու, քո խոսքով շինելու, քո խոսքով քանդելու նույնպես, այն բաները, որ Աստծուց չեն քո կյանքի մեջ, այն բաները, որ սատանան բերել խցկել է քո կյանքի մեջ, այն բաները, որով սատանան բեռնավորել է քեզ, դու ունես իշխանություն հավատալու, դու պետք է հավատաս Տիրոջ իշխանությունը, որ քեզ տրված է, եւ այդ իշխանությունով խոսաս, արձակես քո խոսքը, դու քո կյանքի մարգարեն ես, ուզում ես քո կյանքը փոխված տեսնես, ուզում ես քո իրավիճակները փոխված տեսնես, ուզում ես քո ընտանիքը փոխված տեսնես, քո կնոջը, քո ամուսնուն, քո երեխեքին, այն բոլոր փակ դռները, որ միգուցե փակ է քո կյանքի մեջ, ուզում ես փոփոխություններ, սկսի հռչակել, սկսի խոսալ, սկսի Աստծո խոստումները հռչակել, ցանի այդ սերմը, այնտեղ որտեղ որ սերմ պիտի ցանվի, ցանի այդ սերմը, այն ոլորտի մեջ որտեղ սերմ պիտի ցանես, ցանի սերմդ, խոսա սիրելիս, դավանիր, հավատքդ եւ խոսքդ գործի դի, եթե սրտումդ հավատաս եւ
շուրթերովը դավանես, Հիսուսն ասեց, սարին էլ ասես տեղափոխվի ու կտեղափոխվի։ Եթե սարեր կա քո կյանքի մեջ, սկսի սերմը եւ հողը, հավատքը եւ խոսքը սկսի օգտագործել։ Աստված ամեն բան արարեց խոսքով։ Եվ գիտեք, Աստծո խոսքը ասում է, որ մենք ստեղծված ենք Աստծո պատկերով եւ նմանությունով։ Սա նշանակում է նույնպես, որ Աստված մեր մեջ դրել է իր գեները։ Աստված մեր մեջ դրել է իր գեները, եւ այդ գեներով դու էլ ունես իշխանություն քո խոսքով շինելու, կառուցելու, նույնպես քո խոսքով քանդելու։ Բայց գիտես ինչն է կարևոր, որ այդ քանդելու ժամանակ սխալ բաները քանդես, լավ բաները չքանդես քո կյանքից, սիրելիս։ Քո խոսքը զորություն ունի, դու այդ խոսքով կարաս լավ բաներն էլ քանդես քո կյանքի մեջ։ Դու կարաս ճիշտ բաներն էլ քանդես ցավոք սրտի, որտեվ քո մեջ կա իշխանություն։ Սկսի սխալ բաները քանդել, թշնամու բաները քանդել, սատանայի գործերը քանդել։ Աստծո խոսքը ասում է, որ Հիսուսը եկավ, որպեսզի սատանայի գործերը քանդի։ Դու էլ սկսի քանդել սատանայի գործերը քո կյանքից։ Ամեն, որտեղ որ տեսնում ես հակառակություն կա կյանքիդ ոլորտում, ինչ որ ճնշումներ կան, ինչ որ ազդեցություններ կան, այն ինչ որ տեսնում ես խավարից է, թշնամուց է, սկսի քանդել։ Հավատա, հրամայի, խոսա այդ սարերին։ Ամեն։ Եվ այն ինչ որ Աստված քեզ խոստացել է իր խոսքի մեջ, այն 7000 խոստումները, որ դու ունես, սիրելիս, վերցրու, կարդա, սեփականացրու, հավատա այն ինչ որ Աստված քո մասին ասել է։ Ուղղակի սկսի հավատալ, ուղղակի սկսի գիտակցել, ինչ է Աստված ասել քո մասին, որ դու նրա որդին ես, որ դու նրա զավակն ես, որ նա երբեք քեզ չի թողի եւ իր երեսից չի ձգի, որ ինքը հավատարիմ կլինի քեզ, որ ինքը քեզ բարձրացրել է, որ ինքը քեզ զորացրել է իր զորությունով, որ ինքը քեզ տվել է նոր ժառանգություն, որ այլևս Ադամի ժառանգությունը քեզ չի պատկանում, անեծքը, չարիքը եւ բոլոր սխալ բաները քեզ չեն պատկանում։ Դա Աստված հեռացրել է քո կյանքի մեջ, դա Աստված չի նախատեսել քո համար։ Ձախողումները քո համար չեն, քո Աստված այդ ժառանգությունը չի տվել քեզ։ Եվ այս ամեն բաները գործում են հավատքի եւ խոսքի շնորհիվ։ Իմ փառավորները գերության մեջ են, որովհետեւ չգիտեն, որ իրանք փառավորներ են։ Չգիտեն, որ իրանք փառավորներ են։ Գիտես, սատանայի հարվածը միշտ գալիս է այս հայտնության վրա։ Եդեմում եկավ այս հայտնության վրա եւ արդյոք Աստված ձեզ ասեց, արդյոք Աստված ձեր հետ անկեղծ է, արդյոք Աստված այդ իշխանությունը ձեզ տվել է։ Հետո եկավ Հիսուսին ասեց, արդյոք դու Աստծո որդի ես։ Եթե Աստծո որդի ես, սենց արա, նենց արա։ Ինչ էր ուզում, նորից կասկածի տակ դնել տար այն իշխանությունը, որ Աստված տվել է։ Ինչ ես կարծում, ինձ ու քեզ մոտենում է, թե չէ։ Իհարկե որ մոտենում է։ Եվ գիտես, նրա նպատակը դա է, որ դու քեզ սկսես տեսնել որպես ընկած, անիծված, մեղավոր, Աստծո երեսից ընկած, ձգված, մերժված, հեռացված։ Եվ երբ որ դու սկսում ես քեզ սենց տեսնել, տենց սկսում ես հավատալ, հետո տենց սկսում ես խոսալ, իմ կյանքից բան դուրս չի գա, իմ հոգևոր կյանքից բան դուրս չի գա, ես անպտուղ եմ, ես չեմ կարողանում, իմ մոտ չի ստացվում, իմ կյանքը չի փոխվում, իմ ընտանիքը չի փոխվում, հա, ու դու սկսում ես սենց մտածել, հավատալ ու հռչակել։ Եվ երբ որ դու այդ հավատքը քո մեջ արդեն ընդունում ես, ինչքան էլ ուզում ես աղոթի, այդ աղոթները դրանց մեջ զորություն չկա, սիրելիս։ Զորությունը հավատքի մեջ է։ Սկսի հավատալ եւ հետո սկսի խոսալը տենց։ Աստծո խոսքը ասում է հավատացինք, դրա համար խոսացինք։ Աստված քո կողմից է։ Հավատում ես սրան։ Աստված քո կողմից է։ Աստված, դու Աստծուն թշնամի չես։ Աստված քեզ հակառակ չի։ Դու բարկության որդի չես։ Դու անեծքի որդի չես։ Կա մեկը, որ քեզ ատում է,
կա մեկը, որ քո դեմ բարկացած է, կա մեկը, որ քո վատն է ուզում, քո կորուստն է ուզում, քո ձախողումն է ուզում, երկրի վրա քո դժբախտությունն է ուզում, բայց այդ մեկը հաստատ Աստված չի, այդ մեկը սատանան է։ Իսկ Աստված քո հայրն է, որը որ քեզ սիրում է, բարձրացնում է, փրկում է, որը որ քո համար պատրաստել է ապագա եւ հույս, որը որ հաղթանակներ է պատրաստել, ով որ խոստումներ ունի քո համար։ Ամեն։ Շատ կարևոր է սա, սիրելիներ, սա խորքային է, հիմքային է։ Այն ինչ որ խոսում եմ, մենք երբեմն խոսքերով ասում ենք Տեր, մենք քո որդիներն ենք, քո զավակներն ենք, բայց մեր սրտի ներսում Աստծուց մերժված ենք մեզ զգում։ Գիտես, երբ որ դու մեր արդարությունը կարծես կառուցված է միշտ մեր գործերի վրա։ Պատկերացրա, երբ որ այն օրը, որ դու լավ քնից արթնանում ես, հոգևոր մի հատ երազ ես տեսել այդ օրն էլ, Աստված երազիդ մեջ խոսացել է ինչ-որ բան, հետո գնում ես այդ օրը, չգիտեմ, ինչ-որ մեկին հանդիպում ես, մի հատ լավ օգնում ես այդ մեկին, լավ գործ ես անում, ինչ-որ մեկին ավետարան ես քարոզում, եւ այդ քարոզելու ընթացքում իր կյանքը փոխվում է, ինչ-որ մեկի համար աղոթում ես, ինքը բժշկվում է, այդ օրվա վերջում ինչքան լավ ես, չէ՞ քեզ զգում։ Սենց Աստծո առաջ այնքան բարձր ես զգում։ Աստծո աթոռից մի քիչ էլ մի մետր էլ ավելի բարձր ես քեզ տենում։ Տերը լնա ինչ լավն եմ ես։ Տեր նայի ինչ լավ պտուղներ այսօր բերեցի քո համար։ Տեր նայի ինչ լավ ծառայեցի, Տեր նայի ինչ լավ հոգևոր վիճակ ունեցա այսօր։ Որտեվ այսօր աղոթեցի, այսօր Աստվածաշունչ կարդացի, այսօր ավետարանեցի ինչ-որ մեկին, այսօր օգնեցի ինչ-որ մեկին, այսօր քո ձայնը լսեցի։ Իսկ երբ որ լինում են օրեր, որ դու այդքան էլ հաջողակոր չի։ Առավոտը արթնանում ես, բուձելնիկդ զանգել է, չես հել է, գործից ուշանում ես, ճանապարհին մեքենայով ինչ-որ մեկը դեմը տա հելնում, մի երկու հատ լավ օրհնության խոսքեր ես իրան ասում, հա, գնում ես գործի, այնտեղ մեկի հետ կռվում ես, Քրիստոսի սերը չես ցույց տալի, այդ օրը չես աղոթում, չես հասցնում, որտեվ տրամադրություն չունես։ Եվ ոնց ես զգում այդ օրը։ Հետո իրիկունը, որ գալիս ես տուն, ոնց ես զգում քեզ, Աստծուց լքված, թաքնված, հա? Երես չունես Աստծուն ինչ-որ բան խոսալու, աղոթելու, դիմելու, գալու իր առաջ։ Գիտես սա ինչ է, մեր արդարությունը հիմնում ենք մեր գործերի վրա։ Մեր արդարությունը հիմնում ենք մեր գործերի վրա։ Այս թեման շատ խորն է, մենք ժամանակ չունենք այդքան անդրադառնալու, բայց ես խոսալու եմ մանրամասն այս թեմաների շուրջ։ Սա նրա համար չի, որ դու քաջալերվես սխալ ապրելու, գիրք չկարդալու, չաղոթելու, Տիրոջ հետ կապ, սա ընդհանրապես սրա համար չի։ Ընդհակառակը, այն ինչ որ խոսում եմ, նրա համար է, որ դու ավելի մոտենաս Աստծուն, ավելի սիրահարվես նրա վրա, ավելի ժամանակ շատ անցկացնես նրա հետ։ Բայց քո արդարությունը պետք է հիմնված լինի Քրիստոսի կատարած գործի վրա։ Մեր արդարությունը պիղծ է Աստծո առաջ։ Մեր գործերով չենք արդարանում նրա առաջ։ Հիսուսն է մեզ արդարացրել, Հիսուսն է մեզ սրբացրել, Հիսուսն է մեզ բարձրացրել Աստծո երեսի առաջ, սիրելիներ։ Հիսուսն է մեզ իրավունք տվել մտնելու սրբության սրբոցը, Աստծո երեսի առաջ գալու։ Ամեն։ Եկեք կանգնենք ոտքի։ Ես ուզում եմ, որ դու այսօրվանից սկսած Լիանա ջան կգաս նվագես։ Թող Հենոքը հանգստանա այսօր։
Ես ուզում եմ, որ այսօրվանից սկսած, սիրելիս, ես սենց գլոբալ անդրադարձա այս թեմաներին, բայց ավելի մանրամասն մենք ուսումնասիրելու ենք։ Ինչ է արել Քրիստոսը, արդյոք մենք մեղավորներ ենք, թե արդարներ ենք։ Արդյոք երբ որ դու սխալ ես գործում, դառնում ես մեղավոր, երբ որ լավ գործ ես անում, դառնում ես արդար, եւ սենց ամբողջ հոգեվոր կյանքդ մեկ արդար ես, մեկ մեղավոր ես, հետո նորից արդար ես, հետո նորից մեղավոր ես, մեկ սուրբ ես, մեկ պիղծ ես, մեկ սուրբ ես, մեկ պիղծ ես։ Մենք այս թեմաներին անդրադառնալու ենք։ Սա հիմքային է, սա խորքային է, բայց այն ինչ որ ուզում եմ քեզ ասեմ հիմա։ Այսօրվանից սկսած սկսի հավատալ Աստծո խոստումներին։ Մի նայի քո կարգավիճակին, մի նայի քո իրավիճակներին, մի նայիր քո գործերին, մի նայիր քո ներքին վիճակին, ուղղակի սկսի հավատալ Տիրոջ խոստումներին։ Սկսի քեզ տեսնել ընենց, ոնց որ Աստված է քեզ տեսնում։ Որ դու Աստծո սիրելի որդին ես, դուստրն ես, որ դու ընտրված ես, որ դու կանչված ես։ Որ Տիրոջ սերը անսահման է քո կյանքի վրա, որ Աստծո ծրագրերը եւ կամքը բարի են քեզ համար, որ Աստված քո կողմից է, Աստված քեզ քո հակառակորդը չի, այլ քո կողմից է, քո հետ է։ Աստված միայն քո հետ չի, երբ որ դու քո գործերով նրա սիրտը ուրախացնում ես։ Աստված քո հետ է, երբ որ դու տկարության մեջ ես, թուլության մեջ ես, անգամ ընկած վիճակի մեջ ես, Աստված քո հետ է, որտեղ նրա նպատակն է քեզ բարձրացնելը։ Նրա նպատակն է քեզ բժշկելը։ Իրես անգամ մարդկային փոխհարաբերության մեջ, երբ որ մարդիկ իրար հետ շփվում են, երբ որ ինչ-որ մեկի մոտ ամեն բան լավ է, իրար հետ են, հետո երբ որ ինչ-որ մեկի մոտ, օրինակ, գործերը վատանում է, ֆինանսները թուլանում է, ինչ-որ հնարավորությունները կորցնում է, լինում է, չէ, որ հարաբերությունները բան են ըլլում, ընդհատվում են։ Եվ ինչ են ասում այդ մարդուն, ասում են կեղծավոր մարդ էր, շահամոլ մարդ էր, հենց իմ մոտ ամեն ինչ լավ էր, իմ հետ էր, իմ կողքն էր, հենց խնդիրներ եկան, դժվարություններ եկան, թողեց գնաց։ Երբեմն մենք Աստծուն էլ ենք այտենց պատկերացնում, որ հենց որ մենք Աստծո սիրտը ուրախացնում ենք, ինքը մեր հետ է, հենց որ մենք տկարանում ենք, թուլանում ենք, դժվարություններ, Աստված բարկանում է, թողում է մեզ, գնում է մեզանից, մեր կյանքերից շպրտում է մեզ մի կողմ։ Իրոք Աստվածը տենցն է։ Ո՞վ է տենց Աստծո ուզում։ Ես տենց Աստծո չեմ ուզում։ Աստված քո հետ է, սիրելիս, նա միշտ քո հետ է, քո կյանքի բոլոր օրերին, որտեվ առանց նրա դու չես կարա փրկվես, առանց նրա չես կարա փոխվես, առանց նրա չես կարա հաղթահարես քո տկարությունները, քո թուլությունները, առանց նրա չես կարա հաղթանակներ ունենաս, առանց նրա քո միտքը ու սիրտը չի կարա նորոգվի, առանց նրա անկած տեղից չես կարա բարձրանաս, դրա համար ինքը միշտ քո հետ է, ամեն իրավիճակի մեջ քո հետ է, կրակով անցնես քո հետ եմ, ջրերով անցնես քո հետ եմ, նա քո Աստվածն է, նա ուխտի մեջ է քո հետ, եւ ինքը իր ուխտը երբեք չի դրժում, ինքը իր ուխտի համար չի փոշմանում, գիտես Աստծո խոսքը ասում է երկու բան է Աստված մեզ տվել, երկու խոստում, որ անփոփոխ են, առաջինը ասում է դա խոստումն է, փրկության համար։ Ես երեք կարդում էի, ուղղակի ցնցվել է Եբրայեցիս թուղթը։ Երկու բան, որ Աստված Աբրահամին տվեց։ Առաջինը խոստումը։ Խոստանում եմ, որ ես պիտի օրհնեմ քեզ, քո սերունդը, քո ցեղը, քո մեծ ազգ պիտի սարքեմ։ Խոստում տվեց։ Եվ երկրորդ բանը ասում է Եբրայեցիս թուղթը, Աստված երթվեց իրանով։ Եվ հետո,
Եբրայեցիս թղթի հեղինակը ասում է, այս երկու բաները, որոնք անփոփոխ են, ամենաուժեղ ասում է գարանտիան է։ Ամենաուժեղ երաշխիքն է, որ Աստված տվեց երկու բաներով, որ ոչ մի կասկած մեր մեջ չլինի։ Որ այն ինչ որ Աստված ուզում է, անելու է։ Այն ուխտը, որ Աստված քո հետ ունի, ինքը չի հրաժարվում դրանից։ Ինքը չի փոշմանում, որ քո հետ ուխտը արե։ Սկսի ուղակի տեսնել իրան այդպես։ Սկսի քեզ տեսնել այդպես։ Հալելույա։ 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 Թող ամեն կասկածներ քո սրտից գնա, սիրելիս։ Թող ամեն մերժվածություն քո սրտից գնա։ Թող ամեն սատանայի կապանքներ, ստեր քո սրտից գնան։ Քո պտուղ տալը երկրի վրա, քո հաջողությունը քո ջանքերով չի, Քրիստոսով է։ Եղեք իմ մեջ եւ ես ձեր մեջ եւ շատ պտուղ կբերեք։ Անկամ երբ որ քո մոտ չի ստացվում պտուղ բերելը, Աստված ձեռքերը չի լվանում։ Աստված նորից է փորձում։ Աստված նորից է աշխատանք տանում քո հետ։ Աստված նորից է այցելում քեզ։ Աստված նորից է այդ սերմը ուղարկում հողի մեջ։ Եվ այնքան է այդ սերմը ուղարկում, մինչև որ այդ հողից պտուղ լինի։ Գիտես, այն թզենու առակը, որ Հիսուսը պատմեց, որ 3 տարուց հետո եկավ կտրելու, դա որդիների մասին չի այդ առակը։ Երբ որ կարդում ենք Աստվածաշունչը, բաներ կա, որ որդիների համար է գրված, բաներ կա, որ մյուս որդիների համար է գրված։ Բաներ կա գառների համար է գրված, բաներ կա այծերի համար է գրված։ Եվ երբեմն մենք այծերի համար գրվածները վերցնում եւ մեր համար ենք սկսում կարդալ։ Հայրը հավատարիմ է, քո Աստվածը հավատարիմ է։ Սկսի այսօրվանից ուղակի վերցրու Աստվածաշունչը կամ ուղակի առանձնացի, վերցրու 5-10 րոպե, աչքերդ փակի եւ սկսի մտածել եւ ասա Սուրբ Հոգի, հիշեցրու ինձ հոր խոստումները։ Ցույց տուր ինձ ինչքան է հայրը ինձ սիրում։ Ցույց տուր ինձ ես ով եմ հոր առաջին։ Վերցրու Աստվածաշունչը, կարդա խոստումները եւ սկսի սեփականացնել, սկսի քոնը դարձնել, սկսի հռչակել, սկսի հավատալ այդ խոստումներին։ Ամեն, սկսի հավատալ այդ խոստումներին։ Սկսի հավատալ այդ խոստումներին։ Հող պատրաստի, որ այդ սերմը սկսի աճել քո կյանքի մեջ։ Հող տրամադրի Տիրոջը, որ իր ուղարկած սերմը խոսքը սկսի պտուղ տալ քո կյանքի մեջ։ Գիտես, սա գործողությունն է, որ դու պիտի անես։ Շատ ժամանակ, սիրելիներ, աղոթքով չի, ինչ որ գեղեցիկ բառեր ասելով չի, որ մեր կյանքը կփոխվի։ Ինչ որ մեկը քո համար աղոթելով չի, որ քո կյանքը կփոխվի։ Անկամ ես որպես հովիվ քո համար աղոթելով չի, որ քո կյանքը կփոխվի։ Կարա իմ աղոթքով ինչ որ բաներ տեղի ունենա քո հետ։ Կարա մեկ ուրիշի աղոթքով ինչ որ բաներ տեղի ունենա քո հետ։ Բայց գիտես, քեզ պետք է հավատքդ աճեցնես եւ ճիշտ հիմքի, ճիշտ ուղղության վրա ուղես հավատքդ։ Քեզ պետք է նորոգես քո միտքը։ Եթե դու այդ process-ը չմտար դրա մեջ, չընդունեցիր դա, գիտես, ամեն ինչ քո կյանքում մնալու է մակերեսային վիճակի վրա։
Այնինչ Աստված եկել է խորապես, խորքային ձևով փոխելու մեր կյանքերը։ Գիտես, Աստված ուզում է ինչպես Հիսուսն էր երկրի վրա, ես ու դու էլ այտենց լինենք։ Ինչպես որ Հիսուսն էր երկրի վրա, Աստված ուզում է, որ ես եւ դու այտենց լինենք։ Փառաբանության խումբը խնդրեմ գա։ Հիսուսը երկրի վրա Աստծո որդին էր։ Հիսուսը երկրի վրա Աստված չէր սիրելներ։ Փիլիպեցիս թուղթն ասում է, որ Հիսուսը ամբողջությամբ թողեց Աստվածայինը, թողեց փառքը եւ հագավ մարդու կերպարանք, մարդու մարմին, մարդացավ։ Հիսուսը երկրի վրա միայն մարդ էր, Աստված չէր։ Եվ սխալ է հավատալ, որ Հիսուսը երկրի վրա Աստված էր։ Նա իր էությամբ Աստված է։ Բայց երկրի վրա ինքը հրաժարվել էր իր աստվածային բոլոր հատկանիշներից։ Գիտեք ինչի, որպիսի ես ու դու հավատանք Աստծո խոստումին, որ մենք էլ կարանք լինենք Հիսուսի նման երկրի վրա։ Որտև երբ որ դու հավատում ես, որ երկրի վրա Հիսուսն Աստված էր, անիմաստ էր Հիսուսի օրինակ լինելը։ Անիմաստ է ասում Աստծո խոսքը, որ մենք կանչված ենք նրա քայլերին հետևելու։ Պետրոս առաքյալն է ասում։ Անիմաստ է ասում Հռոմեացիս թուղթը, որ նրա որդու պատկերին կերպարանակից պիտի լինենք։ Անիմաստ է սա։ Եթե նա Աստված էր, մենք ոչ մի շանս չունենք նրան նմանվելու։ Բայց եթե նա որդի էր, մարդ էր, մարդու որդի էր, Հիսուսն ինքն իր մասին խոսելով ասում էր մարդու որդի։ Եվ Պողոս առաքյալը շատ տեղերում շեշտում է, ասում է մեկ միջնորդ կա, մեր եւ Աստծո միջև, Հիսուս Քրիստոս մարդը։ Շեշտում է ինադու։ Այո, Հիսուսը լինելով մարդ, ով լցված էր Սուրբ Հոգով եւ զորությունով երկրի վրա, սա քեզ տալիս է հույս ու հավատ, որ դու կարաս լինես նրա նման։ Եվ Աստծո կամքն է, որ դու լինես նրա նման։ Ամեն, որ դու սիրես Հիսուսի նման, որ դու ներես Հիսուսի նման, որ դու մտածես Հիսուսի նման, հավատաս Հիսուսի նման, որ դու սատանայի գործերը քանդես Հիսուսի նման։ Հալելույա։ Հալելույա։ Գիտես, այս թեման ուղակի սիրելիս զորավոր է շատ։ Շատ զորավոր է։ Եվ ամեն անգամ ես անգամ օրվա սովորական պահերին ուղակի կարող եմ էսի հիշել ու ցնծալ Տիրոջ ներկայությամբ։ Ցնծալ այս իրականությունով, պատկերացնում եք Աստված ինչ է արել մեր հետ։ Աստված քեզ իր որդու պատկերն է դրել քո վրա։ Աստված իր հոգին է դրել քո մեջ։ Աստված քեզ իր հետ մեկացրել է սիրելիս։ Աստված իր գեներն է դրել քո մեջ։ Դու ուղղակի Աստծուց հեռու մարդ չես։ Աստծուց առանձին ու օտար մեկը չես։ Ոնց որ այդ սվետաֆորի տակի մարդը, որ ուղղակի 2 կոպեկ տվեց, խղճաց ու գնաց իր ճանապարհով։ Եվ դու ամեն անգամ պիտի կանգնես, մուրացկանություն ու ողորմություն խնդրես։ Ոչ, Աստված փոխեց քո հանդերձները, քեզ վերցրեց, տարավ իր տուն, լվաց, խնամեց, նորոգեց, բժշկեց, որդեգրեց, սեփականացրեց, մեկացրեց իր հետ, իր հոգին դրեց քո մեջ եւ ասեց՝ դու իմն ես, դու իմ նման ես, դու իմ պատկերով ստեղծված ես, ես քո մեջ եմ բնակվում, ես ու դու մեկ ենք, ինչպես Հայրը եւ Հիսուսը որդին մեկ են, մենք էլ ասում են նրանց հետ մեկ ենք։ Դու Աստծո էությունը ունես, սիրելիս։ Աստծուց ծնված ես։ Աստծուց օտար ինչ որ մի հատ ցեղատեսակ չես։
Աստծո ցեղատեսակից ես, այս բառը օգտագործեմ, որ ավելի հասկանալի լինի։ Աստծո հետ դու մեկ ես։ Քո հոգին ու հոր հոգին մեկացած են։ Հալելույա։ Սկսի քեզ տեսնելը տենց։ Սկսի ապրելը տենց, սկսի շարժվելը տենց։ Եվ այդ ժամանակ դու կտեսնես Տիրոջ զորությունը քո կյանքի մեջ, փոփոխությունները, հրաշքները, զորությունները, սատանային քո ոտքերի տակ կտեսնես։ Հալելույա, անունը քո վեր է եկեք։ Հոլի, եկեք 2 րոպե երկրպագենք ու արի քո մեջ բեր այս որոշումը։ Ես չեմ ուզում էսի ուղակի պատգամ լինի, սիրելիս։ Ես չեմ ուզում մի հատ ուղերձ լինի, հերթական քարոզը լինի։ Գիտես, ես ուզում եմ, որ սա գա քո սրտի մեջ եւ սկսի ինչ որ գործընթաց քո կյանքի մեջ։ Չեմ ուզում, որ ստեղից ելնես ու ասես ընդամենը լավ պատգամ լսեցի այսօր։ Ուզում եմ, որ դուրս գաս եւ որոշում կայացնես քո կյանքի մեջ։ Սկսես քեզ տեսնել, չթողես սատանան սխալ սերմեր դնի քո մեջ։ Չթողես սխալ սերմեր բերի քո սրտի, քո կյանքի, քո մտքի մեջ։ Մերժի սատանայի բոլոր սերմերը։ Երբ որ Ադամը ընդունեց սատանայի սերմը, իր կյանքի ստատուսը փոխվեց ամբողջությամբ, որովհետև սխալ սերմ էր ընդունել իր մեջ։ Բայց Հիսուսը եկավ Աստծո սերմը նորից դնելու մեր մեջ եւ փոխեց մեր կյանքի ստատուսը, մեր կարգավիճակը փոխեց։ Հալելույա։ Հալելույա Տեր, շնորհակալ ենք։ Սիրելի Հայր, շնորհակալ ենք, Հիսուս, շնորհակալ ենք, Հիսուս, շնորհակալ ենք, Հիսուս, շնորհակալ ենք, Հիսուս, շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք Տեր, այն ինչ որ դու արել ես Տեր, այն ինչ որ դու արել ես Տեր, դու չեկար ուղակի արտաքին փոխելու, դու չեկար տեսանելի բաները փոխելու, դու չեկար մակերեսային ինչ որ բան անելու, դու կյանքը դրեցիր, դու խաչի վրա Տեր քո ամբողջ քո արյունը թափեցիր, Տեր իմ Աստված, դու մորթվեցիր եւ զոհ եղար մեզ համար, որպեսզի մենք ամբողջությամբ փոխես մեր ստատուսը, մեր կարգավիճակը, որպեսզի մեզ բարձրացնես մոխրից եւ դնես երկնքի մեջ, քեզ հետ միասին, քո կողքին Տեր, շնորհակալ ենք, որ քո անունը ամեն անուններից վեր է եւ բարձր է եւ դու մեզ էլ մեր անունը բարձրացրեցիր, քո հետ, քո կողքին դրեցիր, որտեղ որ ես եմ, այնտեղ էլ իմոնք կլինեն, շնորհակալ եմ Հիսուս, հալելույա, որ դու աղոթեցիր եւ ասցիր Հայր, ինչպես ես եւ դու մեկ ենք, աղոթում եմ, որ նրանք էլ մեր մեջ լինեն, մեր մեկության, մեր միության մեջ լինեն, շնորհակալ եմ, որ դու մեզ օտար չպահեցիր, այլ մեկացրեցիր, ձուլեցիր քեզ հետ, որ մենք հավիտյան քոնն ենք Տեր, եւ ոչ մի բան չի կարա մեզ բաժանի քեզանից, ոչ կյանքը, ոչ մահը, ոչ ներկա, ոչ գալիք բաները, ոչ հրեշտակները, ոչ դժվարությունները, ոչ նեղությունները եւ ոչ մի մարդ, ոչ մի ստեղծված արարած չի կարա մեզ բաժանի քեզանից, որտեղ մենք արդեն քո մեջ ենք, քո կնիքը մեր վրա է, քո հոգին որպես գրավ մեր մեջ է Տեր, շնորհակալ ենք, որ այն ինչ որ քոնն է մերն է Տեր, այն ժառանգությունը որ քոնն է մերն է Տեր, շնորհակալ ենք, որ Քրիստոսի հետ մեզ ժառանգակից ես արել, եւ ես աղոթում եմ Հայր, որպեսզի լցնես ամեն մեկի միտքը, սիրտը, որ ամեն սխալ սերմեր արմատախիլ լինեն Տեր, ես աղոթում եմ, որ քո ճշմարիտ սերմը, քո խոսքը, քո գիտությունը գա ամեն մեկի կյանքի մեջ Տեր, Հիսուսի զորավոր անունով Հայր, հալելույա, 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 Սուրբ Հոգի գործիր, ամեն ստությունները հիմա թող արմատախիլ լինեն, ամեն սուտ մտքերը
Այն մտքերը, որոնք բաժանում են քո որդիներին քեզանից, այն մտքերը, որոնք հեռացնում են քո որդիներին քեզանից, այն մտքերը, որոնք գողանում են որդիական իշխանությունը, Տեր, թող ամեն այդ սերմերը, սատանայի ուղարկած սերմերը թող չորանան, թող անպտուղ լինեն, թող արմատախիլ լինեն, Հիսուս քո զորավոր անունով, եւ թող գա քո ճշմարտությունը, Տեր դու ասեցիր կճանաչեք ճշմարտությունը եւ այն ձեզ ազատ կդարձնի, հալելույա Տեր, շնորհակալ ենք, որ քո ճշմարտության մեջ կա ազատություն Տեր, հալելույա, եւ այդ ճշմարտությունը դու ես, որովհետեւ դու ես Աստծո խոսքը, որ մարմին հագար եւ բնակվեցիր մեր մեջ, հալելույա Տեր, շնորհակալ ենք Հիսուս, շնորհակալ ենք Հիսուս, շնորհակալ ենք Հիսուս, որ ճշմարտության հոգին մեր մեջ է, օ հալելույա, փառքես, 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 հալելույա, եկեք մեծարենք Հիսուսին, եկեք մեծարենք իր կատարած գործի համար,